Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Որոշել եմ ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ խոսել քաղաքականությունից բացի բժշկության մասին, բայց որովհետև բժշկական ակտիվ գործունեությունը շարունակում եմ եւ շարունակելու եմ, բայց այնուամենայնիվ եկեք մի քիչ այնպեսի թեմա արծարծենք, որը համ քաղաքական է, համ բժշկական է եւ մի քանի բաներ դիտարկումներ, մեկնաբանություններ անեմ, որոնք սովորաբար չեն խոսվում։ Նախ սկսեմ այն հարցից, որ ժողովուրդ, դուք քիչ եք լսում բժիշկների դժգոհությունը, օրինակ աշխատավարձերի նվազման հետ կապված, որովհետև բառացիորեն բժիշկներին արգելված է դրա մասին հանդես գալ եւ խոսել։ Այսինքն բժիշկներին վերադասի կողմից արգելված է, վերադասին էլ արգելված է առողջապահության նախարարության կողմից։ Սա իմացեք ուղղակի, որ այսպիսի բան կա, այսինքն այնպես չի, որ բժիշկների կողմից դժգոհություն չկա, սկսենք բժիշկների կտորը, հետո կամաց կանցնենք պացիենտների հետ կապված խնդիրները եւ պացիենտների կողմից ուրեմն դժգոհությունները, որոնք առաջիկայում ավելի մեծանալու են։ Ուրեմն եկեք աշխատավարձերի հարցը սկզբից եւ այդ դիտարկենք։ Նայեք ոնց է եղել այս ապահովագրությունը ըստ օդում կախված լուրերի, հա։ Հիվանդանոցների ղեկավարությունը կախված է առողջապահության նախարարությունից։ Այդպես է դիրքավորումը, հիերարխիան այդպես է, մանավանդ որ փողը տալիս է առողջապահության նախարարությունը կամ այն ֆոնդը այդ ապահովագրության։ Այն ֆոնդերից է գնում գումարը։ Եթե մեկը մյուսից ֆինանսապես կախված է, կապ չունի։ Երեխանածնողից ֆինանսապես կախված, հարսնակիսուրից ֆինանսապես կախված, թե հիվանդանոցն է նախարարությունից ֆինանսապես կախված։ Ով ումից ֆինանսապես կախված է, նա նրա հետ փորձում է ավելի սիրադիր լինել, ավելի տեղավորվել, այդ կախվածությունից ելնելով տեղավորվել վերադասի կամ նախարարության պահանջների մեջ։ Իսկ պահանջները այնպիսին են, որ փողը քիչ է լինելու եւ այդ փողը պետքա դուրս գա, այդ քչությունը դուրս գա բժիշկների աշխատավարձից։ Կան հետազոտություններ, վիրահատություններ, որոնց գները նորմալ պահպանվում են, բայց եւ այնպես կա հետազոտություններ, որոնց գները էականորեն իջացվել են։ Եվ ինչ են անում, հենց հերթով գանք, նախարարությունը։ Հիվանդանոցներին ասում է, ձերոնց բռի մեջ հավքած կպահեք ու թող չբողոքեն։ Հիվանդանոցը կանչում է ծառայության ղեկավարներին կամ բաժնի վարիչներին, ասում է քո աշխատավարձը ենթադրենք չի պակասի, քո եկամուտները չեն պակասի, բայց բաժանմունքումդ պետք է այնց անես, որ տեղավորվեն բժիշկները։ Ծառայության ղեկավարներն ու բաժնի վարիչները գնում են ամեն մեկը իր կոլեկտիվին, հավաքում ժողով անում, ժողովի ընթացքում ասում է, «Էսա պետք է տեղավորվենք»։ Ուրիշ ձև չկա։ Իհարկե չի ասում, որ իր աշխատավարձն ու իր եկամուտները ըստ էության չեն տուժելու եւ չի ասում, որ իր վրա պահանջ է դրած բռի մեջ հավքել եւ զսպել, սանձել հնարավոր բողոքն ու դժգոհությունը, որ լինելու է արդեն շարքային բժիշկների կողմից։ Սա չի ասվում։ Եվ այսպես բոլորը դժգոհ են, բոլորը նու կամ մեծամասնությունը ունեն բողոք, բայց դա լրացվում է։ Սա մի շղթա վերևից ներքև վարչա հրամայական ձևով պատվիրված, որ սթրվեք տեղները, սուս մնացեք, տեսնենք ինչա լինում։ Մինչև այս ապահովագրության գալը, բժիշկները շատ այսպիսի բաներ է բժիշկների գլխով անցել։ Մանրամասն չասեմ, պետպատվերից սկսած, շատ sense բաներ է անցել։ Բայց բժիշկները ամեն դեպքում մի լազեիկա գտել են, մի ճար գտել են, մի հնար գտել են եւ ինչ որ զարտուղի ճանապարհներով հարցը լուծել են։ Օրինակ, զարտուղի ճանապարհներից մեկը անմիջապես հիվանդից փող ուզելն էր, որի դեպքում բնականաբար հիվանդները, նրանց հարազատները մեծ դժգոհություն էին ունենում բժիշկների նկատմամբ, բայց ոչ առողջապահության նախարարության նկատմամբ։
ոչ հիվանդանոցի կամ բաժնի վարիշների կամ ծառայության ղեկավարների նկատմամբ, հենց կոնկրետ բժիշկների նկատմամբ։ Եղել է տասնյակ տարիներ այս երևույթը եղել է։ Զարտուղի ճանապարհներից մեկը դա ատկատներով աշխատելն էր, այսինքն բժիշկները հիվանդին ուղարկում էին լաբորատորիա կամ հիվանդին ուղարկում էին մյուս գոլեգայի մոտ եւ այդ իրանց ուղարկած հիվանդի դիմաց ստանում էին ատկատ։ Մոտավորապես, ասենք, չգիտեմ, 20%-ի չափով, 10%-ի չափով, 30%-ի չափով։ Այսինքն, օրինակ եմ ասում, օրինակ, ուղարկել է 50,000 դրամի լաբորատորիա, դրա 20%, այսինքն 10,000 դրամը լաբորատորիան սիրուն ծրարով ուղարկում էր հետ բժշկի։ Հիմա այս ճանապարհն էլ է փակվել, ուշադրություն։ Բժիշկներից շատերը չեն բողոքում, որովհետև իրանց աշխատավարձը պակասել է օրինակ, ոչ թե պաշտոնապես, այլ պակասել է ատկատներից զրկվելու ճանապարհով։ Ոնց։ Առաջ մարդը գրում էր հետազոտություն, ուղարկում էր լաբորատորիա, չէ՞։ Հիմա այդ ապահովագրական համակարգով է այդ ամեն ինչը արվում։ Այսինքն լաբորատորիան չի իմանում, որ իրան այս ինչ բժիշկը հիվանդ է ուղարկել, կամ այն մյուս բժիշկը չի իմանում, որ այն մյուս գոլեգան իրան հիվանդ է ուղարկել։ Հետևաբար ատկատել հետ չեն ուղարկում։ Իսկ եթե ատկատ չեն ուղարկում, այդ զարտուղի ճանապարհը, այդ եկամուտների այդ բաժինը կորցնում է այն բժիշկը, ով առաջ ատկատով էր աշխատում։ Ատկատից եկամուտեր ունենում։ Այսինքն պոլիկլինիկայում օրինակ աշխատում էր 100-150,000 դրամ, մի 150,000 դրամ էլ կամ 200,000 դրամ էլ ատկատներով էր ձևավորվում, մարդը տուն էր պահում։ Եվ կրկնում եմ, սա ոչ թե բժիշկը շատ կեղտոտ է դրա համար է տենց ատկատով աշխատել, այլ որովհետև այդ բժիշկին նստացել էին օֆիցիանտի աշխատավարձից 5 անգամ ավելի ցածր կամ կրկնակի ավելի ցածր աշխատավարձով, տաքսու վարորդի աշխատավարձից կրկնակի ավելի ցածր աշխատավարձով, ասում են պետք է աշխատես։ Այդ բժիշկներն էլ փոխանակ բողոքեին, պահանջեին, համախմբվեին, ամեն մեկը, ինչպես ասում են, եղուն գունես գլուխդ քորի սկզբունքով իր համար գտել էր մի հատ լազեիկա, մի հատ զարտուղի ճանապարհ, որով իր հարցերը լուծում էր։ Հիմա այդ զարտուղի ճանապարհները փակվում են, փակվել են, չկան։ Մարդիկ չեն կարող ատկատով տուն պահել։ Ստացվում է տակը մնում է չոր աշխատավարձը, իսկ այդ չոր աշխատավարձով անհնար է տուն պահել։ Սա հələ քիչ է, այդ չոր աշխատավարձն էլ ահագին մարդկանց մոտ նվազում է, ընկնում է, պակասել է։ Ինչի, որտեղ ապահովագրությունը այս ամբողջ ծրագիրը ում քթերից պետք է հանի, բնականաբար բժիշկների։ Իսկ բժիշկները, ինչպես գիտեք, քաղաքականապես ակտիվ չեն, ավելին վատաչքով են նայում իրանց քաղաքականապես ակտիվ գոլեգաներին, օրինակ ինձ։ Ես ինչի եմ այսպես երկար բարակ մեծ խոսում, որովհետև արդեն 11 տարի, եթե ոչ 12, նախ աշխատում եմ ինքս ինձ մոտ։ 11-12 տարի ես ինքս ինձ մոտ եմ աշխատում։ Ես որևիցե մեկի հիմնարկումն ու հիմնականում, չեմ աշխատում։ Իմ հիմնարկն անհատ ձեռնարկատեր, միջև անհատ ձեռնարկատերն էլ գրանցված չի եղել դա, բայց ես էլի պայման եմ ունեցել հիվանդանոցների հետ, որ իրանք իմ հետ գործ չունեն, այսինքն տնօրինությունը իմ հետ գործ չունի, ես էլ իրանց հետ գործ չունեմ։ Ես իմ մոտ եկած հիվանդներով աշխատում եմ, իմ անունի վրա եկած հիվանդներով աշխատում եմ, իմ հարցերը լուծում եմ։ Եվ ամենևին կախվածություն չունեմ որևիցե մեկից։ Դրա համար տարիներ շարունակ ես Facebook-յան իմ ակտիվությունը, մյուսը դրսևորել եմ ոնց որ հարկն է։ Մի անգամա սպառնալիք եղել առողջապահության նախարարությունից այն կլինիկայի վրա, որտեղ ես աշխատել եմ, մի անգամ սպառնացել են, որ լուրջ խնդիրներ կունենաս, եթե Մանասյան Հայկը շարունակի իր հանրային ակտիվությունը, բայց այդ հարցը բարեբախտաբար լուծվել է, այսպես ասած, պատահականությամբ դիպվածով այդ հարցը լուծվել է, մի խոսքով ոչ ես եմ իմ հանրային ակտիվությունը դադարեցրել, ոչ էլ այդ հիվանդանոցն է խնդիրներ ունեցել։ Բացի այս մի դեպքից առանձնակի լուրջ խնդիրներ չեմ ունեցել։ Եղել են ստուգումներ, եղել են իմ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողություն, բայց ոչ ավել։ Իսկ քանի որ այդ հոսքերն էլ ըստ էության որևիցե խնդիր իրանցպես չեն պարունակել, ես որևիցե խնդրեմ չեմ ունեցել։ Հիմա, բայց մյուս բժիշկները, ովքեր ենթարկվում են, ովքեր աշխատավարձ են ստանում, ովքեր գործից կարան ազատվեն տարբեր պատճառներով, այդ բժիշկները վախենում են եւ չեն խոսում։ Հիմա էլ այդ մարդկանց վախացնում են, սուսկացնում են եւ ասում են չբողոքեք հանկարծ։
մինչև ընտրություններ։ Հիմա մի խոսքով էսի բժշկական կողմից, որ իրականում ժողովուրդ աշխատավարձների անկում կա, բացի աշխատավարձներից նաև ասացի չգրանցված եկամուտներ են եղել միջևես, որոնք նույնպես փակվել են ապահովագրության մուտքով։ Հիմա հիվանդները կարան ուրախանան ջան ասեն, ինչ անենք, հեչել թե կեղտոտ բժիշկները սենց ու կա տենց ատելություն, այսինքն մեր մոտ ընդունված է, որ եթե մեկին մի կտոր հաց է տալի ուտելու, ինքը շնորհակալություն հայտնելու փոխարեն կարող է մունատ գալ մետը ձեռդ կծի, թե ինչի այդ հացը չես տալի մի քիչ ավելի լավ ձևով կամ անենց ոնց որ իր քմահաճույքն է պահանջում։ Ցավոք սրտի էս արատավոր երևույթը կա։ Սա այնպես չի որ համատարած է, բայց սա բավականաչափ արտահայտված է, որպեսզի մարդու մոտ տրամադրություն փչացնի, աշխարհայաց ձևավորի, հիասթափություն առաջացնի։ Հիմա ասենք հիվանդների խնդիրներին։ Ես վերջերս պացիենտ էի ուղարկե հետազոտության, որ պետք է գնար ապահովագրությունով հետա։ Ինձ մոտ ապահովագրություն չկա։ Ես ապահովագրական համակարգից չեմ աշխատում։ Ես վերջերս պացիենտ էի ուղարկե, որ արդեն ապահովագրական համակարգով պիտի հետազոտվի, այսինքն տալիս եմ նշանակում եմ հետազոտությունները, ուղարկում եմ պոլիկլինիկա, պոլիկլինիկայից պիտի մարդը ուղեգրեր վերցնի, գնա իր հասանելիք հետազոտությունը կամ վիրահատությունը մյուսը անցնի։ Արդեն հայտարարել եմ, որ եղել է վիրահատություն, որ ասել են չի ապահովագրությամբ չի փակվում, թեև եւ դիագնոզը եւ պացիենտի տարիքը 68 տարեկան պացիենտներ, երկուսն էլ մտնում էին ապահովագրության տակ։ Բայց ասել են, որ չէ։ Մենք այդ կոդով վիրահատություն մեզ մոտ չեն գրել, այսինքն փնթիություն են արել, բաց թողում են արել։ Փաստաթղթերը կազմելիս, թե որ դեպքերն է ապահովագրում, բաց թողում են արել եւ մարդը ստիպված եղավ 1.500.000 թե 1.600.000 դրամ իր գրպանից վճարել, միայն միջամտության համար այդքան վճարել է իր գրպանից, այն դեպքում, երբ որ իրան հասնում էր ապահովագրություն։ Մի ուրիշ դեպք, ես վերջերս ուղարկել էի, ասացին, որ հերթ է, ինչ որ ամսվա չափ հերթ է, պիտի մի ամիս սպասի, որ հերթը հասնի իրան։ Ու այս կետի վրա ուզում եմ առանձնահատուկ կանգ առնել։ Նայեք ինչա տեղի ունենում։ Սովորաբար, երբ որ մարդը վճարովի հիմունքներով պետք է հետազոտվի, երբ որ մարդը վճարովի հիմունքներով պետք է հետազոտվի, ուրեմն այդ մարդու մոտ սենց խնդիր կա։ Բժիշկը միշտ հաշվի առնում, պացիենտը այդքան փող ունի, որ հետազոտվի, թե չէ։ Եվ միշտ նշանակում ես խիստ անհրաժեշտ դեպքերում։ Օրինակ բերեմ յամեր ողնաշարի MRT հետազոտություն։ Մոտավորապես այդ MRT հետազոտությունը մի 100.000 դրամ արժի։ Մոտավորապես։ Հիմա պատկերացրեք մեջքացավով պացիենտը եկել է, մեջքը ցավում է, ողնաշարը ցավում է։ Բժիշկը ուղարկի MRT հետազոտություն 100.000 ծախս կդնի այդ հիվանդի վրա, թե ոչ։ Իհարկե, եթե սովորական մեջքացավ է, եթե խիստ արտահայտված չի, եթե շարժունակությունը չի սահմանափակում, եթե անտանելի ցավեր չեն կամ հնուց եկած այդ մարդու ցավերն են, այդ մեջքացավը բուժվում է դեղորայքով, վիրահատություն չես նշանակում եւ հատուկ MRT էլ պետք չի։ MRT-ն պետք է օրինակ այն դեպքերում, երբ որ քեզ պետք է ստույգ օրինակ պլանավորում ես, որ ամենայն հավանականությամբ հիվանդը գնալու է վիրահատության, իսկ MRT-ով պետք է իմանան, թե ինչ են վիրահատելու եւ որ հատվածում են վիրահատելու։ Այս դեպքերում MRT պետք է։ Մնացած դեպքերում առանց MRT-ի դու դիագնոզը դնում ես, բուժումն էլ անում ես։ Սա միջազգային ուղեցույցերով էլ է, ասենց որ ամեն մեջքացավ չի, որ գնում է MRT-ի։ Հետևաբար ամեն մեջքացավով հիվանդի չի, որ 100.000 դրամ ծախսի տակ ես գցում։ Հիմա ապահովագրությունը ժողովրդի լեզվով ասած ծրի է։ Գալիս է այդ նույն մեջքացավով հիվանդը, այդ ծրի է, չէ։ Այսինքն կսկսեն աչ ու ձախ MRT նշանակել։ Այն դեպքում, երբ որ դա պետք չի։ Ու այդ 100.000-ավոր դրամները քաշվում է այդ ֆոնդից։ Ու որևիցե մեկը, քանի որ դիմաց ընտրություններ են, առանձնակի վերահսկողություն չի անում։ Այսպես լիքը ուրիշ հետազոտություններ։ Իժոգաներով հիվանդը, որին գաստրոսկոպիա պետք չի առաջին հայացքից, եթե տագնապահարույց նշաններ չկան կամ մինչև 50 տարեկան պացիենտների, պետք չի գաստրոսկոպիա, կարաս մի անգամից այսպես կոչված օմեպրազոլը նշանակես։ Բայց եթե դա ձրի է, այսպես ասած, այդ դեպքում էթո գնա մի հատ գաստրոսկոպիանի տենանք ինչ է, բայց գիտենք ինչ է, էլի կերակրափողում էրոզիաներ են, կլապանն էլ այսպես ասած լավ չի աշխատում, ժողովրդական բառեր եմ օգտագործում, որ հասկանալի լինի։ Սենց թերես գիտես ինչ է։
Բայց պացիենտը ասում է լավ էլի բժիշկ ջան, մի հատ չստուգենք տենանք ինչ է, ստուգենք։ Ում հաշվին է դա։ Ֆոնդի հաշվին է։ Ֆոնդը ում հաշվին է։ Մեզանից յուրաքանչյուրից տարեկան 130,000 դրամ քաշում են ու 200,000-ից ավել մարդ, ովքեր աշխատում են։ 200,000-ից ավել մարդ, եթե ոչ ավել, ես ստույգ չգիտեմ։ Չէ, ինչ երևի 400,000։ Մի խոսքով, ինչքան աշխատող մարդ կա, 200,000 դրամից ավել ստացող։ 130,000 դրամ ամսական վճարում են ֆոնդ ձևավորի։ Ֆոնդերից էլ գյուր օգտագործում են։ Հիմա հարց, ասենց անխնա օգտագործելու արդյունքում ի՞նչ է լինելու։ Լինելու է, որ ֆոնդը շատ արագ սպառվելու է։ Այդ ֆոնդը շատ արագ սպառվելու է։ Եվ հետո ինչ է լինելու։ Ինչ որ լինում էր պետպատվերի ժամանակ։ Այսինքն ես ունեմ լուրջ մտահոգություն, որ տարվա երկրորդ կեսին կամ, չգիտեմ, սեպտեմբերից սկսած, այս ֆոնդը սպառվելու է, արդյունքում հիմա էլ դեֆիցիտի խնդիրներ կան։ Արդյունքում պետպատվերի նման ասելու են ֆոնդը սպառվել է, էլ չենք կարող փոխհատուցենք։ Ապահովագրությունը դառնալու է պետպատվերի պես մի խայտառակ մի բան։ Հիմա ձենը չեք լսում, որովհետև դիմացը ընտրություններ են։ Բայց հարգելի պացիենտներ եւ նրանց հարազատներ ջան, այս աղբյուրը ցամաքելու է, որովհետև չի կարա մարդը ինչ որ ֆոնդից երբ որ իր գրպանիցը ասեցի դա բնական, այսպես արգելք է հանդիսանում, որ խիստ ընտրողաբար նշանակեն հետազոտություններն ու վիրահատություններն ու բուժական միջոցները։ Իսկ երբ որ այդ բանը չկա, արգելքը չկա, ով ոնց ուզում նշանակում է։ Ոնց է աշխարհը այս հարցը լուծում։ Գոյություն ունեն ուղեցույցեր, պրոտոկոլներ, գործելակարգեր։ Մարդիկ հետազոտությունը, միջամտությունը նշանակում են ըստ այդ գործելակարգերի, եւ ըստ այդ գործելակարգերի է հաշվվում, թե ինչքան ապահովագրական փող է պետք։ Իսկ մեզ մոտ այդ գործելակարգերը հատկապես պոլիկլինիկական օղակում, այսինքն ընդեղ, որտեղ նշանակվում են այդ հետազոտությունները, պետությունը տենց է արել, մեզանից վերցրել է, դրել է պոլիկլինիկայի վրա։ Լավ, հարց չկա։ Այնտեղ գործելակարգերը հիմնականում, կրկնում եմ, հիմնականում չեն օգտագործվում եւ չեն պահպանվում։ Արդյունքում անխնա, անիմաստ, բազմաթիվ միջամտություններ ու հետազոտություններ, որոնք իհարկե պացիենտին գոհացնում են, բայց ձրի է, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, մուֆտալինի կես մետր էլ կարճ լինի։ Ինչ է եղել որ։ Ահա, այդ մուֆտա գործը դառնալու է փորձանք ապահովագրական համակարգի գլխի։ Սպասեք, արդյունքը ուշանալ չի տա, նեգատիվ արդյունքը։ Այս դեպքում հետևանքները, բացասական հետևանքները ուշանալ չեն տա։ Ու դա այսօր արդեն երևում է, ինչով, երբ որ մարդուն ասում են հերթ է։ Հայաստանում չկա բժշկության հետ կապված հերթեր։ Հայաստանում կան այնքան պարապ բժիշկ, որ հերթ չի կարա լինի։ Եթե նույնիսկ մի բժիշկ շատ զբաղված է, որովհետև ինքը շատ որակյալ է, միշտ այդ բժիշկը կարա վերցնի 1, 2, 3, 10 գոլեգա, ովքեր իր անելիք գործը կհեշտացնեն, կարագացնեն եւ կկարողանան այդ արագության մեջ սպասարկել բավականին մեծ թվով մարդկանց։ Այսինքն, եթե ինձ մոտ հերթ է գոյանում չեմ հասցնում, ինձ դժվար չի 1, 2, 3 կամ 10 գոլեգա վերցնել, կախված ծանրաբեռնվածության աստիճանից եւ այդ գործը արագացնել։ Հերթ առաջանալու տրամաբանությունը մեր բժշկության մեջ նու անհասկանալի է։ Գոնե ինձ համար, որ ոչինչ տիրապետում է բժշկական աշխարհին, բժշկական process-ներին, գործընթացներին։ Եվ ահա հերթ է, իսկ ի՞նչ է նշանակում հերթ։ Նշանակում է փողի ծախսը պետքա դանդաղեցնել, չեն հասցնում։ Ու այն առավելությունը, որ հայաստանյան բժշկությունը ուներ օրինակ բրիտանական բժշկության համեմատ, դա մեր հերթերի բացակայությունն էր։ Ես պացիենտ եմ ունեցել, որ Լոնդոնից թռը եկել է Հայաստան սոնոգրաֆիա անցնելու համար ու սուր խոլիցիստիտը դիագնոզվեց, ստեղ վիրահատվել գնացել։ Ես այդպիսի պացիենտ եմ ունեցել։ Միջազգայինում, այդ զարգացած երկրներում հերթերով ֆիլտր են դնում, որ բոլորին միանգամից չընդունեն։ Այդ հերթին սպասելու ընթացքում մի մասը գնում վճարովի է,
իր հարցերը լուծում, մի մասը այդ հերթի ընթացքում արդեն լավանում է, օրինակ մեջքա ցավը կարա անցնի։ Այդ մի ամսվա ընթացքում էլ չի գնում լրացուցիչ ստուգմա, մինչև հերթը իրան հասնում է։ Բայց երբ որ դու Հայաստանում ասում ես հերթ է, դա լուրջ պրոբլեմ է։ Ուրեմն դու հայաստանյան բժշկության այն առավելությունը, որ մենք ունեինք մեր արևմտյան, արտասահմանյան համակարգերի համեմատ, այդ առավելությունը ոչնչացնում ես, այնիշ դու կարաս զարգացնես այդ առավելությունը։ Իսկ մեզ պետք է այդ առավելությունը պահել, ինչու, որպեսզի կարողանանք դրսից հիվանդներ բերենք։ Բայց եթե քո մոտ հերթ է, դու վաղը պետք է աշխատես, ոչ նավթ ունես, ոչ ծով ունես, ոչ էլ եսի մեսի մի հատ կոմունիկացիաների կարևորություն կար, այն տվել ես ամերիկացիներին ու ադրբեջանցիներին։ Ինչի՞ վրա ես երկիրը զարգացնելու։ Ոլորտներից մեկը առողջապահությունն է։ Մեր բժշկությունը կարա լավ առողջապահություն տա, այնքան լավ, որ աշխարհի տարբեր երկրներից գան մեր մոտ, հետազոտվեն, բուժվեն։ Ահա, հիմա եթե քո մոտ հերթ է, Ռուսաստանից ինչի պետք է մարդը գա, ո՞նց է գալու, բա հերթ է, չէ՞։ Կարող է 2 ամիս պետք է հերթի սպասի, մինչև գա քո մոտ։ Նա հենց զանգեց, ասես դու պիտի բաց չթողնես առիթը, ասես արի։ Կամ քո հարազատները Միացյալ Նահանգներից ամառը գալիս են այստեղ ման գալու, մի երկու բժշկական հետազոտությունը բանել անցնում են, օրինակ ինձ մոտ օգոստոս ամիսը հատկապես, որ արձակուրդային ամիս է, օգոստոս, հուլիս ամիսը ավելի շատ եղել են արտասահմանցիներ հայազգի, 90%-ը ավելին հայազգի, ավելի շատ եղել են արտասահմանցիներ, քան Հայաստանի պացիենտներ։ Հուլիս-օգոստոս ամիսը ամեն տարի ինձ մոտ այդպես է եղել։ Ինչի հաշվին է, որ հերթ չես ասում, հերթ է, բայց եթե հուլիս-օգոստոսի դա եկավ, քո մոտ էլ հերթ է, տուրիստ է եկել է, ինչ ես անելու, հերթ ես կանգնացնելու, ուրեմն դու պետք է հասցնես քո հերթեր գոյություն չունենան, պացիենտներին այնպես օպերատիվ սպասարկես ու այնքան լիարժեք, որ մի բան էլ տեղ թողնես դրսից հիվանդներ ներգրավելու, դրսից այսպիսով առողջապահություն արտահանելու։ Բախի պետք է մենք առողջապահություն չարտահանենք։ Էս էլ հերթերը։ Հերթը ասեցին նրա համար է, որ սպասեք, փող չկա։ Որտեղ ասեցին հերթը, իմացեք ասում են սպասեք, փող չկա, փողը քչություն է անում։ Որտեղ եթե փողը անսպառ է, հերթ չի կարա լինի։ Այն ասեցի այն բժիշկներն էլ որոնց մոտ հերթ է, այդ բժիշկները կարան շատ արագ վերակազմակերպեն իրանց բաժանմունքը կամ իրանց ծառայությունը եւ բազմաթիվ գոլեգաներ կան։ Բժշկական համալսարանը տարեկան չլինի 300 շրջանավարտ է տալի։ Տարին 300 բժիշկ է ավարտում։ Բժիշկ չկա, հա, Հայաստանում։ Չեն հասցնում, հա։ Իսկ մի լուրջ մասնագետը կարա իր հետ ոնց էլ չլինի մի 3-ից 5 գոլեգա կազմակերպի միասին աշխատել։ Հանգիստ։ Ես որ նստում կես ժամ կոնսուլտացիա եմ անում, այդ կես ժամ կոնսուլտացիան հատուկ կենտ պացիենտներ կան, որ այդ կես ժամը պետք է։ Մյուսներին կարելի է 3-ից 5 րոպեում հասկանալ ինչա կատարվում։ Մնացած աշխատանքը կարա գոլեգա տանի։ Կամ գոլեգա տա անում, որ պահը որ չի հասկանում, քեզ ա դիմում, դու այդ պահին ներգրավում ես, բարդ խնդիրը լուծումը տալիս ես, էլի գնում շարունակում ես քո աշխատանքը։ Սա էլ մյուս կողմը հարցի, հարգելի հիվանդներ ջան, որ այնքան ուրախացել եք, որ ապահովագրությունը գյուր ում ասես բան, ստացիոնարները, ասում այսքան մարդիկ կյանքում չէին կարող պարկել հիվանդանոց, հիմա պարկում են հիվանդանոց։ Ամեն պատահած դեպք հիվանդանոց չեն պարկասնում։ Հիվանդանոց պարկասնելու մի քիչ ժողովրդական լեզվով հասկանալի մոդել ասեմ։ Եթե մարդը իր ոտով չի տեղաշարժվում, այո, պետքա պարկասնել հիվանդանոց։ Ինչ հիվանդություն ուզում ալնի, ուզում է ճնշում լինի, ուզում է շաքար լինի, ուզում է խոց լինի, ուզում է, եթե մարդը իր ոտով չի տեղաշարժում, միայն այս դեպքերում պետքա պարկասնել։ Ընդհանուր կազդուրման համար, մի հատ կոմպլեքս հետազոտության համար, մի հատ լավ վերականգնող բուժման համար հիվանդանոց չեն պարկասնում։ Լավագույն դեպքում կարա լինի ցերեկային ստացիոնար, եթե այդ մարդը պետքա օրինակ սիստեմաներով դեղերը ստանա։ Ցանկացած մի գյուղում կա բուժկետ, որտեղ կա մի բուժքույր, որը կարա այդ սիստեմաները նշանակի։ Այսինքն, եթե համակարգը լավ կազմակերպենք եւ կառավարենք, հիվանդանոց պարկող հիվանդների առնվազն կեսը կարան չպարկեն հիվանդանոց։ Խոսքը վիրահատական դեպքերի մասին չի խոսքը։ Վիրահատական դեպքերի մեծ մասն էլ 1-2 օր պարկելով հիվանդանոց դուրս են գրվում։ Գնացեք, տեսեք մասնավոր
օրինակ, ես աշխատել եմ Elite Med-ում։ Elite Med-ում վիրահատություններից հետո հիվանդները կարային պարկեին 1-2 օր ու դուրս գրվեին։ Ինչու՞։ Որովհետև հիվանդանոցը մասնավոր է, ծախսում են այդ հիվանդի վճարած փողերը, հիվանդին ձեռատալի, որ քիչ ծախսի, բժիշկին էլ ձեռատալի, որ հիվանդը քիչ հոսպիտալացվի։ Շուտ ապաքինվի, դուրս գրվի, որպեսզի գրավիչ լինի իր ծառայությունը, որպեսզի մարդիկ տենան, թե ինչքան օպերատիվ եւ արագ են իրենք աշխատում, այսինքն որակյալ ծառայություն տա։ Իսկ եթե այդ փողերը դսից են գալ ինչ-որ ֆոնդից, ինչքան շատ պարկասնես հիվանդին, այնքան փողը շատ է գալի։ Այդ երևույթը կա պետպատվերի, այսինքն երբ որ մասնավոր չի պետպատվերի գծում, հա, ինչքան շատ պարկասնես, այնքան փող շատ է գալի։ Ինչքան անիմաստ պարկասնես, այնքան փող շատ է գալի։ Օրինակ, ցիրոզով հիվանդ է եկել, ցիրոզով հիվանդին, եթե դեկոմպենսացիա չկա, ինչի՞ ես պարկասնում։ Ինձ մոտ բազմաթիվ ցիրոզով հիվանդներ ոտքի վրա բուժում են ստանում։ Տարիներով գնում գալիս են։ Ծայրահեղ դեպքերում, այսինքն միայն դեկոմպենսացիայի ժամանակ, երբ որ արդեն լուրջ բարդություններ է զարգանում, ուղեգրում եմ, օրինակ, իմ դեպքում Միքայելյան հիվանդանոց Գագիկ Սերգեյիչի մոտ, իմ ուսուցիչն է Գագիկ Սերգեյիչը։ Ուղարկում եմ Գագիկ Սերգեյիչի մոտ, պարկում է, դեկոմպենսացիայի փուլը անցնում է, դուրս է գրվում, հետագայում վարումը շարունակում եմ էլի։ Խնդրեմ, կամ չգիտեմ, արյունահոսություն է լինում, գնում արյունահոսություն դադարեցնում են, կերակրափողի ենթադրենք երակները լիգավորում են, մի օր պարկում է, 2 օր պարկում է, կամ չգիտեմ, ռեանիմացիայով ոնց է։ Մի խոսքով դուրս է գնում, այսինքն միայն այս ծայրահեղ դեպքերում է հիվանդանոցը անհրաժեշտ, հիվանդ պարկասնելը անհրաժեշտ։ Իսկ այն որ մեզանից յուրաքանչյուրից 130,000 դրամ վերցնելով այդ մարդկանց ուղղակի տատիները, պապիները, դա բարեգործություն չի, դա բժշկություն է, դա գործ է։ Դա տպավորություն չես գործում, սիրալի լինելու համար չի բժշկությունը։ Բժշկությունը հարց լուծելու համար է։ Կա խնդիր, ինքը պետք է այդ խնդիրը լուծի։ Իսկ սիրալիությունը արդեն կարող եք, չգիտեմ, պոլիկլինիկայում, տեղամասային թերապևտի այցի ժամանակ, ինչքան ուզում եք այդ տատիների ու պապիների հետ սիրալի եղեք։ Բայց սիրալի լինելու համար մարդուն հենց այնց հիվանդանոց չեն պարկասնում։ Եվ ես պնդում եմ, ոչ վիրահատական թերապևտիկ դեպքերում դեպքերի մի զգալի մասը կարելի է, 50% հա, առնվազն, կամ կարելի է չպարկասնել, կամ կարելի է պարկասնել կեսը այն ժամկետի, որով պարկասնում են հիվանդանոց։ Էական չափով էլ հիվանդներ կարելի են ցերեկային ստացիոնար գնան, պարկեն, մի քանի ժամ, իրիկունը գնան իրանց տուն։ Շատ դեպքերում այդպես էլ լինում է։ Հիվանդանոցում իստորիան բացած է, պացիենտը իբր թե պարկած է հիվանդանոցում, բայց տանն է գտնվում։ Այդպես էլ է պատահում։ Ինչու՞։ Որովհետև իրոք այդ մարդը կարելի է տանը բուժում ստանալ։ Այդպես էլ է լինում։ Այսպեսով սա էլ հիվանդների համար, ժողովուրդ ջան, այդ փողերը պրծնելու է։ Մարգարետ Թետչերը տենց մի հատ բան ասա, մոտավոր եմ հա ձևակերպում, ասում է սոցիալիզմը լավ բան է։ Այսինքն երբ որ հարուստների փողերով աղքատներին ես օգնում, բայց մի օր այդ փողերը պրծնում են։ Լավ բան է։ Միշտ կարելի է հարուստներին կեղեքել, աղքատներին հարցերը լուծել, բայց մի օր այդ փողերը պրծնում են։ Հետո ֆռում ես տեն մեզ այդ հարուստն էլ է դառը աղքատ։ Էլ արդեն ընդ էլ փող չկա։ Բայց այդ դեպքում ինչ ես անելու։ Ահա թե ինչու ես ամեն ինչը պետք է շատ լավ կազմակերպվեր։ Իսկ թե ոնց պետք է կազմակերպվեր, եթե այս հաղորդումս նայեցիք մինչև վերջ, ապա ես մի ուրիշ օր առաջիկայում ձեզ կներկայացնեմ, թե ոնց պետք է կազմակերպվի առողջապահության ապահովագրությունը, որպեսզի այս խնդիրները չլինեն եւ որպեսզի իրոք մենք հարցեր լուծենք, մենք խնդիր լուծենք առողջության ապահովագրությունով։ Սենց չի կազմակերպվում, իսկ թե ոնց կասեմ, երևի թե հաջորդ հենց եթերին, հաջորդ ուղիղ եթերս դրա մասին կլինի։ Ու թերևս այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ուշադրության համար ցտեսություն։